մտավորականության հետ կապված, եթե չկա մշակույթ, չի կարող լինել մտավորական։ Մենք իրոք այսօր ոչնչացված է մեր հոգևոր դաշտը, մեր մտավոր դաշտը։ Խնդիրը ոչ թե մտավորական անձեր չլինելու մասին է, այլ այն մշակույթը, այն արվեստը, որ այսօր մատուցում է ժողովրդին, որը խրախուսվում է, որը ուսուցանվում է, բնականաբար այդ ամեն ինչը ենթադրում է միջնադար։ Եվ երբ որ ես ասում եմ, եկեք չտրվենք այդ միջնադարին, ամեն մեկս մեր մեջ գտնենք այդ լուսավոր երկիրը, Սարգիս ասեց, գնդակը իշխանության դաշտում է։ Ես չեմ ուզում նրանք գնդակը մեզ վերադարձնեն, որտեղ նրանք միջնադարում են, ես չեմ ուզում նրանց հետ ոչ ֆուտբոլ, ոչ շախմատ խաղալ, մենք ընտրենք մեր օրակարգը, հակադրենք նրանց միջնադարին մեր երկիրը, որը ամեն մեկիս մեջ թաքնված կա, եկեք այդ երկրի թելադրանքով միավորվենք եւ ապրենք մեր պահանջներով։ Այդ դեպքում, ինչ ասեմ, ոչ միայն այսօրվա ճակերտավոր իշխանությունը, աշխարհի հզորները անգամ անզոր են, եթե մենք ապրենք արժանապատիվ կյանքով։ Իրար հանդեպ նախ մտավորականների խնդիրն է, ես կարծում եմ օր առաջ պիտի ձևավորել վաղվա երկրի մշակույթը արարողների ստեղծագործական միավորումներ եւ այսօրվանից ապրել եւ արարել մեր իրական երկրում։ Եվ դա կլինի հենց այն հոգևոր հիմքը, որի վրա չեն կարող լինել նման կեղծ արժեքներ եւ միջնադարից եկող բարքերը հանկարծ չեն կարող մեզ օրակարգ